Ողջույն։ Սկանդինավյան արևմտյան ժողովրդավարության առաջամարտիկն է։ Ներկայացնեմ հետևյալ գրքերը։ Գրքի հեղինակը Զերգիուս վան Կուկեր, Սկանդինավիա, Պոլնե իստորիա։ Գիրք հրատարակել է AST հրատարակչություն 2021 թվականին։ Գրքի հեղինակը Քերոլին Լարինգտոն, Սկանդինավսկիի միֆը։ Գիրք հրատարակել է Միֆ հրատարակչություն 2019 թվականին։ Սկանդինավիան գտնվում է Եվրոպայի հյուսիսում։ Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան սկանդինավյան պետություններն են։ Քրիստոնեությունը Եվրոպայում ամենաուշը պետական մակարդակով ընդունվել է Սկանդինավիայում 10-ից 11-րդ դարերում։ Մինչև դա գլխավոր աստվածը Օդինն էր, իմաստության աստվածը, Թորը ամպրոպի աստվածն էր, Ֆրիգը ընտանիքի ամուսնության, Ֆրեյան գեղեցկության սիրո, Բալդրը երիտասարդության լույսի եւ այլն։ Աստվածները եւ աստվածուհիները բաժանվում էին երկու խմբի։ Ավելի հները ասեր, ավելի նորերը վաներ։ Ասերը Օդինի գլխավորությամբ բնակվում էին Ասգարդում։ Ասգարդում գտնվում էր Վալհալան, որտեղ ապրում էին պատերազմում նահատակված հերոս զինվորները։ Նրանց դեպի Վալհալա ուղեկցում էին վալկիրիաները, մարտնչող աղջիկները, ովքեր եւ ծառայում էին հերոս զինվորներին։ Միջնադարում սկանդինավյան պետությունները մի քանի անգամ միավորվել են միութենական պետության մեջ, մասնավորապես 1397 թվականին Կալմարյան ունիայով Մարգարետը առաջին դանուհու կառավարման ժամանակ։ Շվեդիայի թագավոր Գուստավ II Ադոլֆը ակտիվորեն մասնակցել է Եվրոպայում ընթացող 30-ամյա պատերազմին բողոքականների կողմում եւ զոհվել է 1632 թվականին։ Շվեդիայի Կարլ 12 թագավորը մոտ 20 տարի պատերազմել է Ռուսաստանի դեմ, այսպես կոչված հյուսային պատերազմի ընթացքում։ Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցել 1709 թվականին Պոլտավայում եւ ավարտվել է Կարլ 12-ի պարտությամբ։ Սկանդինավյան երկրները աշխարհին տվել են բազմաթիվ հանճարների։ Հանս Քրիստիան Անդերսեն, Հենրիկ Իբսեն, Նիլս Բոր, Էդվարդ Մունք, Ֆրիծոֆ Նանսեն, Մագնուս Կալսեն եւ իհարկե Ալֆրեդ Նոբել։ Նոբելյան մրցանակը տրվում է ամեն տարի։ Ֆիզիկա, քիմիա, բժշկություն, տնտեսագիտություն, գրականություն, խաղաղություն ասպարեզներում։ Բազմաթիվ հանճարներ են արժանացել Նոբելյան մրցանակի, այդ թվում հայազգի Արտեմ Փաթապությանը եւ Տարոն Աճեմօղլուն։ Շատ երկար կարելի է խոսել Սկանդինավիայի մասին, բայց այսօր այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։